Արագածոտնի մարզ, Ավան գյուղ, Աղբյուր Սերոպի անվան դպրոցում վաղ առավոտից տրամադրությունը տոնական էր։ Աշակերտներն ու ուսուցիչները պատրաստվում էին դիմավորել Vivace Lemtes ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանին։ Նա սկզբում հանդիսատեսի դերում էր, այնուհետև միացավ աշակերտներին։ Նոր ուսումնական տարվան ընթառաջ Vivace Lemtes-ի տեխնիկական վարչության աշխատակիցները անակնկալ էին պատրաստել դպրոցի համար։ Նրանց անձնական ներդրման շնորհիվ դպրոցում ստեղծվել է համակարգչային դասասենյակ։ Ապագա գրականագետը պատրաստվում է ընդունելության քննություններին։ Նոր համակարգիչներն էլ կօգնեն էլեկտրոնային գրադարանից օգտվել։ Մինչև այս համակարգիչների բերելը շատ վատ էր վիճակը, եւ հիմա իմ կարծիքով շատ մեր դպրոցում կան շատ լավ աշակերտներ, որոնք կարող են հետագայում մասնագետներ դառնալ համակարգչի գծով։ Աղբյուր Սերոպի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հովսեփ Դավթյանը հպարտությամբ է ներկայացնում մարզային օլիմպիադաներում աշակերտների ձեռքբերումները։ Վստահեցնում է, նոր համակարգիչներն ավելի շատ պատվոգրեր կբերեն։ Համակարգչային դասարանի կարիքը շատ վաղուց կար։ Այսօր մեզ ընձեռվեց յուրաքանչյուր դասարանի յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա օգտվել համակարգչից։ Դպրոցն ունի 107 աշակերտ։ Նախկինում 3-ից 4 աշակերտին բաժին էր հասնում 1 համակարգիչ։ Այժմ 10 համակարգչով համալրված դասասենյակն առավել արդյունավետ կդարձնի ուսումնական գործընթացը։ Մենք այսօր այստեղ չենք ավարտվելու, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ կան շատ այլ ծրագրեր, որ մեր ընտանիքի խոշոր ընտանիքի անդամները շարունակելի են իրականացնել։ Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվող Vivace Lemtes-ի արժեհամակարգն արդեն 10 տարի կենսակերպ է դարձել նաև կազմակերպության աշխատակիցների համար։ Արման Մալխասյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։